Սա լուրջ հոգեկան խախտումների նշան է կամ ինչ որ փորձ է բոլորին այսպես ասած մոլորեցնել, բոլորի հետ խաղալ, դա վատ չէր լինի։ Ես կառաջարկեմ, որ Երևան վերադառնալուց հետո նա հավաքի այդ բոլոր մոլերանտ հակառուսական քարոզչությունը տանող մարդկանց, իրենց անունները բոլորս գիտենք, կրկնելու կարիք էլ չկա։ Թող հավաքի այդ բոլոր մարդկանց, ովքեր ամեն օր գնում են հմեկ եւ Civilnet եւ Radio Liberty, Ազատություն ռադիոկայան եւ այդ բոլոր այդ քարոզչական իրենց բանակը, որը ֆինանսավորվում է միլիոնավոր դոլարներով արևմուտքից, այդ մարդկանց թող հավաքի եւ կամերաների առջեւ ասի, որ մենք եւ Ռուսաստանը եղբայրական ժողովուրդ ենք եւ տեսնենք թե նրանք ինչպես կպատասխանեն։ Սա նման է հոգեկան խանգարմանը, գիտեք, որ դուք համ մի բան եք ասում, համ ճիշտ հակառակն եք ասում միաժամանակ։ Սա լուրջ հոգեկան խախտումների նշան է կամ ինչ որ փորձ է բոլորին այսպես ասած մոլորեցնել, բոլորի հետ խաղալ, դա վատ չէր լինի,